Երկուսի ցուցակը գլխավորած Վարդան Ղուկասյանը այսօր 5-րդ անգամ ստանձնեց Գյումրիի համայնքի ղեկավարի պաշտոնը երթումնակալությամբ։ Բոլորս իրար տեսնելու ենք, սրանք էլ կգնան, ես էլ կգնամ, դուք էլ կգնաք, բայց կմնա մի բան։ Գործն է անմա, լավ իմացեք, որ հիշվում է տարեդար։ Շնորհակալություն։ Շիրակի թեմի առաջնորդը իր խոսքում, այսպես ասած, մատնացույց անելով այն հարաբերությունները, որ նախկինում ունեցել են Վարդան Ղուկասյան եւ Միքայել եպիսկոպոս Աջապահյան, նշեց, որ այդ ամեն ինչը մի կողմ է տրվել հանուն մի նպատակի։ Այս վիճակում մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չի։ Թե ով է ավելի կարևոր այս քաղաքում այդ հարցը քննարկելու ժամանակը չի։ Բոլորս յուրաքանչյուրս առանձին վերցրած կարևոր է։ Շիրակի թեմի առաջնորդը կարևոր է իր տեղում, քաղաքապետը կարևոր է իր տեղում, մյուս բոլորը կարևոր է ձեր տեղերում, եւ այդ հարցերը քննարկելու ոչ ժամանակն է, ոչ անհրաժեշտությունը կա։ Եվ մենք կարծում եմ, որ պատրաստ ենք եւ միշտ էլ պատրաստ ենք եղել, միշտ լինելու այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը կա։ Եվ եթե քաղաքային իշխանությունը գտնում է, որ մեր ներկայությունը այստեղ անհրաժեշտ է, մենք այստեղ ենք։ Թեև այսօրվա օրը, ավագ շաբաթվա այսօրվա օրը, մեզ հնարավորություն ընձեռում էր բացակայելու։ Վարդան Ղուկասյանը իր խոսքում անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչ կլինի, եթե այսպես ասած իր կառավարմանը ոտ պահեն։ Հիմա եթե առողջ ընդդիմություն է, ես կողմնակից եմ, բայց եթե պիտի Լևոն Իշտոյանի ֆինդերն անեն, ես էլ ոչ ճարտող եմ, ես էլ հսկավ եմ։ Վարդան Ղուկասյանը իր թորնիկի ուղեկցությամբ բարձրացավ իր աշխատասենյակ, մուտք գործեց եւ տեսավ, որ աշխատասենյակում գրեթե ոչինչ չի փոխվել։ Այստեղ ավելի լավ ծաղիկներ ունեի, հասկացա, ես ինչ տեսնում եք իմ սարկացել, ինչ տեսնում եք։ Չես կանաչ գույներն էլ իմ ժամանակի մարել ես։ Այնուհետև հենց իր աշխատասենյակում Վարդան Ղուկասյանի հետ ճեպազրույցի ժամանակ հարցրինք, թե ինչպես է վերաբերվում քաղաքացիական պայմանագրի այն հայտարարությանը, թե կառավարման ճգնաժամ առաջ կգա, քանի որ քաղաքական ուժերը, որոնք օգնել էին Վարդան Ղուկասյանին պաշտոնը ստանձնելու հարցում, քաղաքական կոալիցիոն հուշագիր չեն ստորագրել եւ դա կբերի նաեւ ճգնաժամի եւ օրինակ Սարիկ Մինասյանը որպես ելք ակնկալում էր, որ կարելի է նաեւ արտահերթ ընտրություններ անցկացնել։ Ինչ որ անում են, ինձ համար չեն անում։ Այստեղ Ղուկասյանի խնդիրը չէ։ Այստեղ քաղաքի խնդիրն է, ժողովրդի խնդիրն է։ Ով ժողովրդին ոտ է պահում, ժողովրդի իր գնահատականը կդա անպայման։ Եվ ես այստեղ այդպես խառնվելու, ինչ որ բան անելու ոչ մի բան չունեմ։ Ես կարող եմ աշխատել, գիտեմ ինչ պետք է անեմ, որտեղից պետք է անեմ ու ինչ պետք է անեմ։ Ես իմ խոստումներից տերն եմ։ Եթե որևիցե մեկը, որևիցե մի խմբակցություն, կուսակցություն ոտ է պահում, ինձ դա ես չեմ, դա ժողովուրդն է։ Իսկ ժողովուրդը իրենց համար մեկին կասի դավաճան, մեկին կասի ավանտյուրիա, մեկին կասի ինքը գյումրեցիք այնպես անուն գտնեն, այնպես կասեն, որ հանգիստ եղեք դրա համար։ Դրա համար ես շատ հանգիստ եմ։ Ինչ անեն, իրանց համար պետք է անեն։ Վերջում Վարդան Ղուկասյանը մի հայտարարություն արեց, որ կրակոցներ են նախապատրաստվում, որպեսզի կրկին կրիմինալի հետ իրեն կապեն եւ լրագրողների հստակեցնող հարցերին, թե ինչ նկատի ունի, ասաց, որ 2007 թվականին իր դեմ իրականացված մահափորձը բացահայտված չէ եւ ճշտող հարցին, թե արդյոք այն ինչի մասին, որ ինքը խոսում է, դա 2007 թվականի շարունակությունն է, Վարդան Ղուկասյանը նշեց, որ անուններ չի տալիս եւ այն ինչ կա, ինչի մասին խոսում է, ինքը տարբեր երկրներում, ոչ Հայաստանում է պահում այդ փաստարկները եւ եթե նման բան տեղի ունենա, ապա ինքը այդ բոլոր փաստերը կփոխանցի տվյալ երկրների ղեկավարներին։ Եվս մեկ անգամ ասում եմ, ինչքան մեզ կապում են կրիմինալի հետ, հող են նախապատրաստվում դիմացի կրակոցների։ Բարձրաձայնում եմ, եւս մեկ անգամ բոլորիդ ասում եմ։ Այո, մեր անձի նկատմամբ այդպիսի խոսակցություն մահափորձ, մեծ հասկացի, չես հասկանում։ Ուրեմն նմանատիպ ոտնձգություն 2007 թվականից, որ արեցին մինչև այսօր բացահայտված չի։
հասկանալի է։ Շարունակություն եք կանխատեսում 2000-ին։ Հա, էլի, Սատիկ ջան, երկրորդ Սեյրյան։ Ուրեմն, ես ասեցի, մի քչպորեք ինձանից ոչ մի բան չեք կարող իմանալ, բայց եթե հանգարց նմանատիպ մի բան եղավ, սենսացիա կլինի ամբողջ աշխարհում մեկ, այդ կան բան։